Եթե դատարանի որոշմամբ աշխատողի հանրային ծառայողի նկատմամբ տնային կալանք է կիրառվում եւ կալանքի կիրառման մասին որոշմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհամատեղելի են աշխատանքի կատարման հետ, ապա տվյալ անձը կարող է բնակության տարածքից հեռավար եղանակով կատարել իր աշխատանքային պարտականությունները, եթե գործատուի հետ նման համաձայնություն է ձեռք բերել եւ եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս։ Մյուս բոլոր դեպքերում, երբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումները անհամատեղելի կլինեն աշխատելու հետ, ապա տնային կալանք կիրառելու պահից մինչեւ այն փոփոխելը աշխատողի լիազորությունները կհամարվեն կասեցված։ Կառավարությունն է այս օրինագիծը խորհրդարան բերել։ Համանման կարգավորումներ նախատեսվել էին կալանքի դեպքում, բայց քանի որ քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվեց տնային կալանքը որպես այլընտրանքային խաբման միջոց, այս դեպքում արդեն օրենսդրական բաց ունեինք եւ սրանով հարցը կկարողանանք լուծել։ Այսպիսով ըստ փոխնախարար Դադունցի հստակեցնում են օրենսդրությունը։ Առաջին ընթերցումից հետո կառավարությունը հանդես է եկել մի քանի առաջարկներով։ Ըստ այդմ գործադուն հիմք է ընդունում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման վերաբերյալ քննիչի տրամադրած գրավոր տեղեկացումը։ Նախագծում ունեինք մի կարգավորում, ըստ որի երբ տնային կալանք էր կիրառվում, պետք է տնային կալանքի կիրառման մասին որոշումը ուղարկվեր գործատուին, բայց այս հարցը քննարկել ենք դատավորների բարձրագույն դատական խորհրդի հետ եւ մտահոգություններ կային առ այն, որ որոշման ամբողջական որոշման տրամադրումը կարող էր նախաքննական գաղտնիքի բացահայտման ռիսկեր առաջացնել։ Այդ իսկ պատճառով մենք հիմա առաջարկում ենք այնպիսի խմբագրություն, որ ոչ թե ամբողջ որոշումը տեղեկացվի, ուղարկվի գործատուին, այլ քննիչը որոշումը ստանալուց հետո այդ մասին անհապաղ կտեղեկացնի գործատուին։ Մեկ այլ առաջարկով լրացում է կատարվել նաև քրեական դատավարության օրենսգրքում տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատավայր, նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։